Պարոն Պակրատյան, մտցված է մասնակի առողջապահական ապահովագրությունը եւ արդյոք բյուջեով նախատեսված է այդքան գումար ինչ որ հատկացրել են։ Նվազագույն առողջական ապահովագրություն անելու համար պետք է ծախսել հնայի 8%-ը։ Մեր հնայի 8%-ը 880 միլիարդ է։ Եթե ուզում ենք ամբողջը ծածկենք, պետք է ծախսել 12%, այսինքն 1 տրիլիոն 200 միլիարդ։ Առողջապահության բյուջեն սրանք ավելացել են 180 միլիարդ, 240 միլիարդ է։ Հիմա, այսինքն պահանջվող գումարի կեսի կեսն է։ Դրա համար իրանք հունվարի 1-ից ապահովագրում են ծերունիներին եւ մինչեւ 18 տարեկանների, որոնք կազմում են բնակչության 39%-ը։ Նախ բնակչության 61%-ին դա չի վերաբերում։ Առաջ այդ 61%-ի մի մասը պետք պատվերի դա կարար բուժվեր։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Երկրորդը, ինչը պետք է մինիմալ ապահովագրելու համար այդ 40%-ին պետք է 360 միլիարդ դրամ։ Բյուջեում նախատեսված է 240, 120 պակաս։ Հիշում եք այդ ապահովագրության առաջի տարբերակներին, նրանք ուզում էին եկամտահարկը 20-ից դարձնել 26%։ Իրանք 26%-ը չարին, եւ այս ընտրությունից հետո եթե Աստված մի արած է հաղթեն, անմիջապես գալու են արդեն աշնանը օգոստոսին, մարտին թե եկամտահարկը բարձրացնենք, որ փողը հերիք է ապահովագրության։ Ու ասել է չեք ուզում ծերերին ապահովագրեք։ Բացի դա, այսօր որ իրանք ապահովագրել են, տեսեք, իրանք 8000 դեղից 6500 դեղն են փոխհատուցում, լավ դեղերը չեն փոխհատուցում։ Բժշկին վճարում են ընդունելությունը ապահովագրության մեջ հաշված, ասենք 3000 դրամ, երբ որ քաղաքացիները վճարում են 15000 դրամ։ Երրորդը, ուրեմն հիվանդությունների մի զգալի մասը ընդհանրապես չեն բուժում։ Հասկանում եք։ Բայց լավ ծախեց, ասեց արդեն ապահովագրությունն եմ, երեք էլ միտեղ ասում են ապահովագրություն մցեք գոչեք, ապահովագրություն դու մցրել ես լավագույն դեպքում 1/5-ով, եւ այս ապահովագրությունը որ կա դադարելի է հուլիս-օգոստոսին։ Այս ֆիքսեք հիշեք։ Կամ էլ բերելու են Աստված մի արասցե, եթե սրանք շարունակեն, բերելու են, ասեն բերում ենք բանան ենք, դու ասա։ Բարձրացնենք հարկերը։ Իդեպ, ես վստահ եմ ընդդիմության հաղթանակի մեջ։ Բայց ես ուզում եմ զգուշացնել ընդդիմության լիդերներին, ովքեր որ կլինեն։ Դա Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, ով կարա լինի, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, տղեկ գալու եք, ստիպված է կլնելու 200-250 միլիարդ դրամ փող գտնել, որ ապահովություն շարունակվեք, չկա այդ փողը բյուջեում։ Ինքը սա բարթելու է ձեր գլխին։ Արդեն հիմա, երբ որ ապահովություն ասել է մի քանի ամիս գնում ես, մեծ մասը չես էլ հասկանում, քեզ բուժում են, չեն բուժում։ Փոխհատուցում են, չեն փոխհատուցում։ Ապտեկաներն արդեն բողոքում են, ասում են դեղեր տվել են, ֆինանսների նախարարությունը ուշացնում է վճարումները։ Հասկանում ես։ Բայց ինչ կլինի հունիսի 7-ից հետո, եթե այդ իշխանությունը մնա։ Ես պատրաստ եմ հունիսի 7-ից հետո եկած նոր իշխանություններին պատրաստ եմ ասել խորհրդակցական իմ ձայնը տալ, ասել ինչպես կարելի է այդ վիճակից ելնել։ Եվ սա պետք է ժողովուրդն իմանա։ Եվ թոշակները, որ բյուջե հաստատված բյուջե եւ այդ ավելանալ ընդգրկված չի եղել։ Այդ նման բաները ինքը չէր ավելացում թոշակների նախատեսված չէր։ Ինքը դրեց 10000-ական դրամով ավելացեց։ Իհարկե 502,000 թոշակառուց ավելացվել է 360,000, 370,000։ Բարձրացած թոշակներն օրինակ իմ թոշակը չի ավելացել։ Հասկանում եք։ Զինվորականի թոշակը չի ավելացել։ Դադավորի թոշակը չի ավելացել։ Ներքին գործում ծառայած թեկուզ հասարակ աշխատողի թոշակը չի ավելացել։ Մենք ասում ենք, որ եթե դա նախատեսված չէ եւ տնտեսությունը նման աճ չունի, երբ որ դու ավելացնում ես 10% ինգեր ջան, դա տեղի ունենալու գնաճ։ Եվ իրոք մենք առաջի 4 ամսում բանի մայիսի տվյալները հայտի կլինեն 10-օրից ունենք 5.3% գնաճ։ Համաձայն կենտրոնական բանկի լրատվության։ Այսինքն այդ իր բարձրացածի կեսը մարեց արդեն ապրիլի 1-ից է չէ բարձրացրել։ Ընդամենը մի ամսում վերացավ։ Մինչև տարվեջ ամբողջ կմարի։ Հասկանում եք։ Կա հնարավորություն թոշակներ բարձրացնել։ Այդ դեպքում իշխող ուժը, որը կգա իշխանության, այն ձևի լայնածավալ պրեմիաներ չպետք է տա, ինչպես ասենք կարելի է տալ մինիստրության աշխատողներին տարեկան 13-րդ աշխատավարձ կամ 14-րդ աշխատավարձ, այլ ոչ աշխատավարձի ֆոնդի 50%-ի չափով։ Իսկ նախարարներին տա 3, 4, 5, 6, 22 միլիոն դրամով պարգևավճար ստացած նախարար ունենք։ Կան այդպիսի հնարավորություն։ Պետական ծախսը ինչ կարիք կա, որ վարչապետի շուրջը գործող ապարատն ավելի մեծ լինի, քան թե ներքին գործերի նախարարությունը։
պահպանության ապարատը։ Կառավարության ապարատը, որը մեր ժամանակ 220 հոգին հասցնում էին, պատերազմին հաղթում էին, հիմա 800 հոգին չեն հասցնում աշխատել։ Այդ դեպքում հնարավոր են սա։ Սա լուրջ մոտեցումներ են։ Այո, եւ ես կարծում եմ, որ դա նույնպես հապչեպ քայլ էր, որը նախատեսված չէր։ Դրա փոխարեն Աստված մի արած է, եթե Նիկոլ Փաշյանը նորից դարավ վարչապետ, առաջիկա 5 տարիներին թոշակառուին թող մոռանան։ Այդ 10,000 բարձած մորտին արդեն այս տարի ինչքան բարձրացել է, այդքան էլ գները կաճեն, իսկ մյուս տարվանից սկսած գները անդադ աճելու են, իրանց թոշակը մնա նույնը։